Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղի ունեցավ մի շատ տարօրինակ բան, մենք իհարկե սովոր ենք, որ ընդդիմությունը հաճախ փախչում է այս դահլիճից, բայց այս անգամ դա տեղի ունեցավ ծույլ դպրոցականի դասից փախնելու ինչ-որ ոճով, երբ վերջինս ինչ-որ պատրվակ է փնտրում դասարանից դուրս է գալի ու հետ չի գալիս, սա բառացի տեղի ունեցավ մոտ սրանից մի 20 րոպե առաջ, եւ այս առումով ընդդիմությունը չի դադարում զարմացնել իր ծաղրախաղերով եւ ցնդաբանություններով, իսկ առհասարակ բուն նախագծի էության անդրադառնալով եւ դա կապելով ընդդիմության դահլիճից փախուստի հետ, ես կուզեմ ասել հետեւյալը, եւ այստեղ հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, որևէ չափազանցություն կամ սուբյեկտիվ գնահատական կամ էմոցիոնալ գնահատական ամենևին չկա եւ սա իհարկե զավեշտ է, ես ուզում եմ բոլորս ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքի վրա, որ ըստ էության մեր այսօրվա ընդդիմության ապագան քաղաքական ապագան եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ապագան, պետականության ապագան ունեն իրար հետ բացասական կոռելյացիա։ Այսինքն, այն պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կլինի անկախ ուժեղ պետականությամբ երկիր, այդ պայմաններում այս ընդդիմությունը որևէ քաղաքական ապագա չունի, ինչը նշանակում է, որ այս մարդիկ այդ օմենին սպասող եւ օմենը գուժող քաղաքական ուժ են, վախճանաբանության քարոզող ուժ են եւ այստեղ որևէ սուբյեկտիվ գնահատական չկա, հարգելի գործընկերներ, ես կուզեմ սրա վրա նաեւ մեր ընդդիմությունը ուշադրություն դարձնի, որովհետեւ փաստացի իրենց ապագան միայն հնարավոր է կործանված Հայաստանի Հանրապետության պարագայում, ինչը մենք բնականաբար թույլ չենք տա։ Շնորհակալություն։